բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Գագիկ Ծառուկյանին կալանավորեցին 2 ամսով, ինչ քայլեր է ձեռնարկելու թիմը։ Հայաստանի իշխանությունը ակտիվորեն ճնշում է իր հակառակորդներին, փորձելով բռնաճնշումների ու շանտաժի միջոցով հասնել բարենպաստ դիրքի։ Ռուսական մամուլն անդրադարձել է իրավապահ համակարգի գործողություններին։ Նոր ատոմակայանի շուրջ քննարկումները նոր փուլ են մտել, ինչ ընտրության առաջ է կանգնած Հայաստանը եւ ինչ քաղաքական ու էներգետիկ հետևանքներ կարող է ունենալ այդ որոշումը։ ԱՄՆ-ն հարվածել է Իրանը պատասխանել ու զգուշացրել, ինչ է կատարվում Իրանում։ Հայաստանի շուրջ ընթանում է ոչ միայն տրանսպորտային ուղիների, այլև էներգետիկ ազդեցության մրցակցություն։ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանում կառուցել նոր ատոմակայան։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարել է, որ Հայաստանի նոր ատոմակայանի վերաբերյալ քննարկվում են ռուսական, ամերիկյան եւ այլ տարբերակներ։ Իսկ Իրանը որպես Հայաստանի կարևոր էներգետիկ գործընկեր, Հայաստանի համար որ ճանապարհն է առավել շահավետ համարում տարածաշրջանային գործակցությունը, թե արտատարածաշրջանային տեխնոլոգիական կախվածության խորացումը։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիր Ղոլամին ասուլիսի ընթացքում պատասխանել է իմ գործընկեր Սեդա Մակալյանի հարցին։ Կարծում եմ այս տարածաշրջանում առկա ներուժը լիովին բավարար է։ Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ Հայաստանի հարավում գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը նավթի եւ գազի պաշարների տեսանկյունից աշխարհի առաջնատար երկրներից է, իսկ հյուսիսում Ռուսաստանը, որը նույնպես այս ոլորտում ազդեցիկ պետություն է, ապա այս ամբողջ ներուժը կարող է փոխլրացնել միմյանց, եւ Հայաստանը վերածել էներգետիկ ոլորտի ու էներգակիրների տարանցման յուրահատուկ օղակի։ Հայաստանի ապագա էներգետիկ համակարգի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են։ Նոր ատոմակայանի կառուցման տարբերակների, հնարավոր գործընկերների եւ տեխնոլոգիական ընտրության շուրջ շարունակվում են մասնագիտական ու քաղաքական քննարկումները։ Այս ֆոնին Ռուսաստանի պետական Ռոսատոմը հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, ներկայացնելով իր առաջարկը։ Թեմային անդրադարձել է Սեդա Կյուրեխյանը։ Ռուսաստանի պետական Ռոսատոմը առաջարկում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցել։ Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարում է, առաջիկա տասնամյակներում Հայաստանը էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ է ունենալու, մինչև 1 գիգավատ եւ այն փակելու լավագույն տարբերակը մեծ կամ միջին հզորության ատոմակայանն է։ И наш ответ – станция большой или Մեր պատասխանը մեծ կամ միջին հզորության կայանն է, 1 կամ 2 էներգաբլոկով, որոնք տասնամյակներ շարունակ կծածկեն սպասվող էներգադեֆիցիտը։ Ռուսական կողմի առաջարկը նոր չէ։ Ռոսատոմը վերջին տարիներին պարբերաբար է հայտարարում այս մասին։ Նիկոլ Փաշինյանը սակայն հստակ որոշում ունի։ Նոր կայանը մոդուլային ռեակտոր պիտի լինի։ Պատճառն էլ Չեռնոբիլի վթարի հավանականությունը զրոյացնելն է, իսկ գործընկեր երկրի ընտրությունը նրա խոսքով քաղաքական չէ, այլ տնտեսական եւ տեխնոլոգիական։ Միացյալ Նահանգները լավ ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատեն։ Չինաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատեն։ Ռուսաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատեն։ Ֆրանսիան կանի առաջարկ, իրանց հետ կաշխատեն։ Կորեան հարավային, իրանց հետ կաշխատեն։ Էս է պատմությունը։ Քաղաքագետը սակայն սթափեցնում է։ Քաղաքական գործոնը կենսական նշանակություն ունի։ Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ վաղուց են պահանջում մեծամորյա ատոմակայանի փակումը։ Դա նպատակ ունի նվազեցնել Հայաստանի էներգետիկ նշանակությունը տարածաշրջանում։ Դա անշուշտ նաև քաղաքական կարևորագույն գործոն է, անվտանգության համակարգում զսպող գործոն է եւ այս տեսանկյունից որևէ կերպ համեմատելի չեն այդ կայանները մոդուլային կայանների հետ, որոնք պարզապես այսպես եթե բարձեցված ասենք դիտվում են իբրև միջուկային գեներատորներ, շատ սահմանափակ կիրառմամբ, տարածությամբ, ներուժով եւ հետեւաբար նաև քաղաքական նշանակության բացակայությամբ։ Փորձագետի խոսքով Ռուսաստանի առաջարկը Հայաստանի համար թե քաղաքական, թե տնտեսական առումով այս փուլում ամենից շահավետն է։ Եթե մոդուլային ռեակտորները 50-ից 300 մեգավատ էներգիա են տալիս, թվերը էականորեն տարբերվում են միջուկային ատոմակայանների դեպքում։ Հայաստանը կարիք չունի մոդուլային կայանի, որտեղ իր հզորությունները թույլ են, իր գներն էլ շատ բարձր։ Հայաստանը կարիք ունի ամբողջական ռեակտորի նվազագույնը 1000-ից 1200 մեգավատ հզորության։ Եվ դա զուտ Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ անվտանգության շահերից է բխում։
Իսկ դրա մեջ լավագույնը ռուսական այդ Ռոսատոմի առաջարկած Viver 1200 կոչվող կայաններն են։ Բացի այդ, Հայաստանում արդեն կան միջուկային ատոմակայանի պատրաստի եւ փորձ ունեցող մասնագետներ ու ինժեներներ։ Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, Մեծամորի ատոմակայանը 2015-ից 23 թվականներին է արդիականացում անցել։ ՄԱԳԱՏԷ-ն 2023-ին արձանագրել է Մեծամորի աշխատունակ վիճակը։ Ատոմակայանում տեղի ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով ատոմակայանը կարող է շարունակել գործել։ Դրա գործունեության ժամկետի երկարաձգումը պետք է լինի մի քանի տարով, եւ մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքները իրականացվել։ Փորձագետները մոդուլային ատոմակայանի ընտրությունը կապում են Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի բացման հետ, ինչի սպասարկումը մեծ էներգետիկ պաշարներ է պահանջում։ Մինչ Հայաստանի իշխանությունները դիտարկում են մոդել, որը փորձագետի պնդմամբ հակասում է Հայաստանի շահերին եւ սպասարկում արտաքին շահերը, զոհասեղանին դրված է Հայաստանի ապագան։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ զարգացող իրադարձությունների զգալի մասը վերաբերում են իրավապահ համակարգի գործողություններին։ Դրանք հայտնվել են նաեւ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ Իզվեստիան գրել է, որ Հայաստանում ընդդիմության վրա ճնշումը աճում է, պարբերականը գրել է, որ Հայաստանի իշխանությունն ակտիվորեն ճնշում է իր հակառակորդներին, փորձելով այդ կերպ հասնել բարենպաստ դիրքի։ Կայքը չի բացառում, որ հնարավոր է գործող իշխանությունը դեռ հույս ունի ապահովել այն սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում, որը չկարողացավ ստանալ ընտրությանը։ Գագիկ Ծառուկյանին դատարանը կալանավորել է 2 ամսով, նրան կտեղափոխեն կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ բողոքարկելու են նրա խոսքով դատարանի որոշումն անակնկալ չէր, որովհետև տեղի ունեցողը հրապարակային հանձնարարականի արդյունք է։ Նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունը, այն դեպքում, որ ձերբակալման իրավաչափության մասով դատանում մի բառ քննարկում չի եղել, ոչ դատավորն է հարցել, ոչ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն կարծեք թե որոշումը գրված պատրաստ վիճակում լիներ, պետք է ստանդարտ ձևակերպումներ տալ, ձևական կողմը ապահովել, որովհետև եթե դատարանը պետք է օրենքով պարտադիր անդրադառնա ձերբակալում իրավաչափեր թե չէ, ինքը մի հարց չի տվել, կալանքի մասով մի հարց չի տվել, այսինքն մի հանգամանք չհետաքրքրեց դատավորին, որ օրինակ հարցն էր, ասել որ իրեն հետաքրքրում է որպես դատորես հանգամանքի մասին կողմերը ինչ կասեն, քննիչ ինչ կասի, փաստաբանները ինչ կասեն, այսինքն սպասում էր process-ը երբ կավարտվի եւ այդ որոշումը կայացնի։ Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ եւս մեկ մարդ է կալանավորվել, եւս մեկն էլ ձերբակալվել է։ Հիշեցնեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին մեղադրում են առանձնապես խոշոր չափի խարդախության եւ փողերի լվացման համար։ Ծառուկյանի առանձնատանը եւ նրան պատկանող 70-ից ավելի ընկերություններում ազգային անվտանգության ծառայության, պետեկամուտների կոմիտեի, ներքին գործերի նախարարության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։ Դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում Multigroup կոնցեռնի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությունը։ Հանրապետությանը պետական շահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ։ Քննչական կոմիտեն էլ տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ուժ կիրառելով ձերբակալում Գագիկ Ծառուկյանին, մինչդեռ ԲՀԿ առաջնորդը ըստ տեսանյութի որևէ դիմադրություն չի ցուցաբերում։ Կուսակցության մամուլի քարտուղարի Վետա Տոնոյանն էլ անդրադարձել է տեսանյութին եւ դատական գործընթացին։ Այն էնտուզիազմով ըստ երևույթի, որ իրենք խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով էլ այդ խայտարակ տեսանյութն էին մոնտաժել, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ հրապարակային հայտարարել է, որ այո, ինքը սպասում է, որ իր նկատմամբ իրավական ու քրեական գործընթացներ են սկսելու, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ անգամ իր մորը զգուշացրել է, երբ գան տունը խուզարկության չանհանգստանա, եթե անգամ իրեն բերման ենթարկեն, քննչական կոմիտեի այսպես սանձազերծ պահվածքի արդյունքում ուղղակի հարձակում են գործում Գագիկ Ծառուկյանի բնակարանի վրա, գետնին են տապալում, ինչ-որ շոու են ապահովում, փորձում եք ձեր ուժը ցույց տաք սրանով դուք ձեր ուժը ցույց չեք տալու, եւս մեկ անգամ ընդհանրապես ցույց եք տալիս, որ 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը միանձնյա ձեր 30-ին միաժամանակ կարող էր գետնին պարկեցնել։
Հայաստանի քաղաքական կյանքում հերթական անգամ հատվեց այն սահմանը, որը բաժանում է օրենքի գերակայությունը քաղաքական հաշվեհարդարից։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամն է հայտարարություն տարածել եւ դատապարտել տեղի ունեցածը։ Երբ պետական ուժային մեքենան օգտագործվում է ոչ միայն քրեական վարույթ իրականացնելու, այլև մարդու քաղաքական հեղինակությունը հրապարակավ խորտակելու համար, վտանգվում է հենց պետության իրավական հիմքը, ասված է ուղեղային կենտրոնի հայտարարությունում։ Պետությունը չի հզորանում ցուցադրական ձերբակալություններով, նվաստացնող կադրերով եւ քաղաքական հակառակորդների մեկուսացմամբ։ Ուժեղ պետությունը կառուցվում է օրենքի անաչառ կիրառմամբ, դատարանների անկախությամբ եւ այն սկզբունքով, որ նույնիսկ կոմպրոմիսի չգնացող քաղաքական հակառակորդն ունի արժանապատվության եւ արդար դատաքննության անկախտելի իրավունք։ Երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային ու նպատակահարմարությանը, վտանգվում է յուրաքանչյուրի ազատությունն ու անվտանգությունը։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական հաշվեհարդարի ճանապարհն ընտրած իշխանությունները ժամանակավորապես կարող են լրացնել իրենց հակառակորդներին, սակայն երբեք չեն կարող այդ ճանապարհով ամրապնդել պետությունը։ Նրանք միայն խորացնում են հասարակական բաժանումները, թուլացնում պետական ինստիտուտները եւ խարխլում այն վստահությունը, որի վրա պետք է հենվի ցանկացած ժողովրդավարական եւ իրավական պետություն։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանը նույնպես անդրադարձել է Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողին։ Իսկանդարյանը շեշտել է, որ բազմաթիվ արցախցի ընտանիքներ տարբեր ծանր ու դժվարին ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը եւ արցախցիները երբեք չեն մոռանում այն մարդկանց, որոնք ամենադժվար օրերին եղել են իրենց կողքին։ Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի պաշտպանությունն է, ոչ թե քաղաքական կամ անձնական հաշվեհարդարի տպավորություն ստեղծելը։ Այնպիսի տպավորություն է, թե օրենքը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ քաղաքական նպատակների։ Իրավական ցանկացած հարց պետք է ստանա բացառապես իրական գնահատական, անկախ անձից, նրա քաղաքական դիրքերից կամ հասարակական հեղինակությունից։ Օրենքի կիրառումը երբեք չպետք է վերածվի մարդու արժանապատվությանը, նվաստացնող կամ ոտնահարող գործողությունների։ Ուժի ցուցադրմամբ չէ, որ պետությունը ուժեղ է։ Պետությունն ուժեղ է օրենքի գերակայության, արդարադատության եւ մարդու արժանապատվության նկատմամբ ունեցած հարգանքով։ Տարիներ շարունակ նրանք Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հաղթել են միջազգային մրցահարթակներում, ստացել բնակարաններ, պարգևներ եւ ֆինանսական աջակցություն։ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին փորձեցինք պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն այն մարզիկները, որոնք տարիներ շարունակ օգտվել են նրա աջակցությունից։ Մանրամասները ռեպորտաժում։ Անպատասխան մնացին մեր զանգերն ու նամակները գրեթե բոլոր այն մարզիկներին, որոնք տարբեր տարիներին օգտվել են Գագիկ Ծառուկյանի աջակցությունից։ Չհաջողվեց կապ հաստատել օլիմպիական խաղերի մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի եւ աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի հետ։ Կապ հաստատել հաջողվեց միայն 2 մարզիկի հետ, սակայն դրանք նույնպես հրաժարվեցին մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ասաց, պատրաստ է խոսել սպորտի մասին, բայց այս փուլում չի ցանկանում անդրադառնալ քաղաքական կամ իրավական գործընթացներին։ Այս ունենց նուրբ հարցը հիմա չի ուզենա ոչ մի դիտարկում անել, քանի որ ընդհանրապես տեղյակ չեմ այդ ամեն ինչի հետ կապված ու ես իրականում ինչ վերաբերում է սպորտին, ես մեծ սիրով հարցազրույց կրամ, բայց այն թեման որ ընդհանրապես տեղյակ չեմ ինչի հետ կապված է, ես ոնց կարամ ինչ-որ բան ասեմ։ Նազիկ Ավդալյանը տարիներ շարունակ եղել է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելած մարզիկներից։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո նա Ծառուկյանից որպես նվեր ստացել էր նաև բնակարան։ Տեղը չես որից հետո ես մի քիչ ինձ համար էլ է շատ ցավալի իրավիճակ։ Մեկնաբանել հրաժարվեց նաև ծանրամարտի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը։ Նա նշեց, որ թեմային չի տիրապետում եւ չի ցանկանում խոսել։ Ես ոչ մի բանի չեմ տիրապետում ու հարցազրույց չեմ կարող։ Կարող եմ ներկայացնել ինչ է եղել մարզիկների կարծիքով։ Ոչ մի բան էլ պետք չի։ Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանը աջակցել է հայկական սպորտին։ Նրա հիմնադրամների եւ անձնական նախաձեռնությունների միջոցով բազմաթիվ մարզիկներ ստացել են ֆինանսական աջակցություն, բնակարաններ, ավտոմեքենաներ եւ դրամական պարգևներ։ Այդ աջակցության շահառուների թվում եղել են նաեւ օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ։ Սակայն այսօր, երբ Ծառուկյանի շուրջ իրավական գործընթացներ են, նախկինում նրա աջակցությունը ստացած մարզիկների գերակշիռ մասը նախընտրում է հրապարակային դիրքորոշում չհայտնել։
Ավելի ուշ տեղի ունեցողին անդրադարձել է ըմբիշ Արսեն Ջուրֆալակյանը եւ այն անվանել այլանդակություն։ Ըստ նրա, սա ցույց է տալիս պետության տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնին տապալել 70-ամյա մարդուն իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում եւ պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ եւ թույլ մարդկանց փորձն է, ուժի ցուցադրմամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու։ Արցախը հանձնող անձից եւ քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ։ Կենթանաբանական այգին էլ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի տնից առգրավված առյուծներից մեկը չի արթնացել քնեցումից։ Ըստ այգու հայտարարության էկառյուծի օրգան համակարգերը եղել են ախտահարված, փայծաղը, լիարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում, խոլեցիստիտային փոփոխություններ։ Ունեցել է ճարպակալում, որովայնի խոռոչում եղել է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։ Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա։ Ամերիկացիները Հորմուզի նեղուցում հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 մոտորանավակների և Իրանի ՀՕՊ համակարգերի։ Հարվածների պատճառով կան վիրավորներ։ Իրանի արտգործնախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար։ Զգուշացրել է, որ կձեռնարկի ցանկացած միջոց, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային շահերի պաշտպանության և անվտանգության ապահովման համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտի։ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի և նրա ընտանիքի անդամների մարմինները տեղափոխվել են Նաջաֆ, Իրաքի շիա իսլամի ամենասուրբ քաղաքներից մեկը։ Իրաքում հուղարկավորությունը տեղի կունենա 5շաբթի։ Իրանի նախագահը մասնակցել է Իրաքում կայացած արարողությանը, սակայն կրճատել է իր այցը ԱՄՆ-ի Իրանի դեմ հարվածների վերսկսման պատճառով։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ We are great friends. The president has done an incredible job. Մենք հիանալի ընկերներ ենք։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետև գովեստի խոսքեր շռայլել թուրք գործընկերոջը։ Այս նախագահի օրոք Թուրքիան դարձել է ռազմական առումով շատ հզոր երկիր։ Մարդիկ չգիտեն, թե իրականում որքան հզոր են նրանք։ Գովեստից հետո էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կչեղարկի Թուրքիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։ Մինչ հանդիպումն էլ Անկարայի օդանավակայանում Թրամփը թուրքերեն ողջույն է հղել թուրք զինվորներին։ Թրամփը ճիշտ էր, երբ ճնշում էր գործադրում ՆԱՏՕ-ի երկրների վրա ավելացնելու համար պաշտպանական ծախսերը, պահանջում էր ռազմական արդիականացում և ռմբակոծում էր Իրանը։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նա ինձ դուր է գալիս, կարծում եմ այնինչ նա անում է ՆԱՏՕ-ի համար հիանալի է, ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում արդեն տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր են կնքվել, ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Անցյալ տարի ՆԱՏՕ-ի պաշտպանության ոլորտում ներդրվել է 37 միլիարդ դոլար, իսկ մինչև հաջորդ տարի ռազմական դաշինքը կարտադրի 4 միլիոն հրետանային արկ։ Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, հայտարարել է Անկարայից ելած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավելելով. ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ ապագայի դաշինքն է։ Ռուսաստանի վառելիքի շուկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Իշխանությունները քննարկում են շուկան բենզինով հագեցնելու լրացուցիչ միջոցառումներ։ Հատուկ ուշադրություն կդարձվի Իրկուտսկի մարզին Անդրբայկալյան երկրամասին և հարավային շրջաններին վառելիքով ապահովելուն, ասել է նա։ Անկարայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհարմար դրության մեջ է հայտնվել։ Նա փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել։ Այսօր առավոտյան էլ Ֆրանսիայի նախագահը վազքի է դուրս եկել Անկարայի փողոցներում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 15-ին։